հանրապետականը քաղաքական ուժ է, ոչ թե պաշտոնի, այլ գաղափարի ուժով։ Քաղաքական ուժի դերակատարումը չի սկսվում եւ ավարտվում ընտրություններով կամ իշխանությամբ։ Այն կարող է արդյունավետ գործել նաեւ իշխանությունից դուրս։ Այդ պատճառով որևէ ընտրություն չի կարող սահմանել մեր հետագա գործունեությունը քաղաքական դաշտում։ Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը այս նույն համոզմամբ, անկախ հանգամանքներից, ամուր հենված մեր արժեքների վրա, պատասխանատվության գիտակցումով ծառայելով ազգին եւ պետությանը, ինչպես դա անում ենք 35 տարի։ Հարգելի գործընկերներ, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները պարզապես հերթական համապետական ընտրություններ չեն։ Դրանք ըստ էության հանրաքվե են հայկական պետականության գոյության վերաբերյալ։ Այդ ընտրությունները կայանալու են, ինչպիսին էլ լինի մեր վերաբերմունքը։ Բայց ասացեք խնդրեմ, կա ոչ իշխանամերձ քաղաքական մի ուժ, որը կասի, թե Հայաստանում կառավարումը ձախողված չէ եւ արկա չէ ազգային ճգնաժամ, դրան բնորոշ բոլոր դրսևորումներով։ Ազգային ժողովը մեր խմբակցությունն այս թեմայով ամիսներ առաջ անցկացրած լսումների ժամանակ հայտարարության նախագիծ հրապարակեց, որտեղ միանգամայն փաստարկված եւ հիմնավոր ներկայացված են երկրում ճգնաժամի արկայությունն ու կառավարման ձախողումը։ Մեր սահմանադրությունը նման դեպքերում ճգնաժամը հանգուցալուծելու գործիք է առաջարկում եւ դա գործող վարչապետին անվստահություն հայտնելն է։ Ես ասել եմ եւ պնդում եմ, որ ընտրությունները ոչ մի դեպքում չի կարելի հակադրել իմպիչմենտին։ Եվ եթե բոլոր առողջ քաղաքական ուժերը մեզ հետ համակարգիկ են, որ գործող կառավարիչների մեկ օր անգամ իշխանության ղեկի մնալը կործանարար է ու անհրաժեշտ է օր առաջ իշխանափոխություն իրականացնել, այդ դեպքում տարօրինակ է մեզ մեղադրելը ընտրությունների օրակարգի փոխարեն իմպիչմենտի նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Եվ այդ ինչ երաշխիք ունեն, որ այս կործանարար ընթացքը չկանխելու դեպքում մեր պետությունը չի կանգնի անդառնալի հետևանքների առաջ։ Նման պայմաններում յուրաքանչյուր օրը կարող է վճռորոշ լինել, իսկ անգործությունը ճակատագրական։ Սա ոչ թե ինքնանպատակ քայլ է, այլ միջոց կանխելու ավելի մեծ կորուստները եւ ստեղծելու նոր քաղաքական իրավիճակ, որտեղ հնարավոր կլինի իրական մրցակցային ընտրություններով ձևավորել վստահելի իշխանություն։ Հակառակ դեպքում մենք եթե շարունակենք հապաղել եւ առաջնորդվել միայն ընտրական գործընթացներով, ապա կարող ենք պարզապես անդառնալի կորուստների ցանկը բազմապատկել։ Հարգելի կուսակիցներ, պատմության մեջ կան ժամանակահատվածներ, երբ երկիրը կանգնում է ընտրության առաջ, ոչ թե կուսակցությունների, ոչ թե անհատների, այլ արժանապատվության եւ հարմարվողականության միջև, լինելիության եւ շուգոյության միջև, ճշմարտության եւ կեղծիքի միջև։ Այսօր մենք ապրում ենք հենց այդպիսի ժամանակներում եւ պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները հաղթահարում են ճգնաժամն այն պահին, երբ որոշում են այլևս չապրել այդ պսևդո իրականության մեջ, երբ ինչ որ պահի ասում են բավական է, այլևս չենք հանդուրժի անպատասխանատվությունը, հանդուրժողականությունը, հարմարվողականությունը, կեղծիքը, անտարբերությունը, բավական է պառակտումը։ Ակնհայտ է, որ այսօր երկրի կառավարումը հիմնված է ստի եւ անպատասխանատվության վրա։